Մայրաթոր Սուրբ Էջմիածնի լուսավորիչ կանթեղ եկեղեցասիրած միության անդամները կատարեցին հերթական ուխտագնացությունը Տարքարերի պուրակ։ Այնուհետև պուրակի մոտ գտնվող բլուրն ի վեր խոյացող 33 մետր բարձրությամբ Սուրբ խաչ կոթող եւ հույսի խորան։ Ծանոթացան Սուրբ խաչի ճարտարապետական կառուցվածքին, որը խորհրդանշում է քրիստոնեության հայ ժողովրդի պատմության նշանակալից իրադարձությունները։ Սուրբ խաչը բաղկացած է 1711 մեծ ու փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը։ Ուխտագնացություն բառը, որ մենք արտասանում ենք մեր շուրթերից, համար առաջին պետք է հասկանանք, որ նշանակում է ճանապարհ դեպի Աստծո տուն։ Եվ իսկապես մեր Տիրոջ ուխտից հետո մենք հավիտենական ուխտ կնքեցինք արդեն Աստծո հետ, եւ Աստծո հետ եթե ուխտ ենք կնքել, ուրեմն պետք է վերանորոգենք այդ ուխտը։ Ամեն անգամ մեր այցելություններով Աստծո տուն, աղոթելով Աստծուն։ Ուխտավորներն այցելեցին նաև Արագածի լեռնաբարձրունքում գտնվող միջնադարյան բերդաքաղաք Ամբերդ։ Տեղ հասնելուն պես երիտասարդները միասնական աղոթեցին, այնուհետև երգեցին։ Այցելությունն ուներ նաև ճանաչողական բնույթ։ Ներկայացվեց Ամբերդի եւ այնտեղ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմությունը։ Երիտասարդները տպավորված էին, մի փոքր էլ հուզված։ Ոմանք խոստովանեցին, որ անառիկ ամրոցի պատմության մասին ամեն ինչ չէ, որ գիտեին։ Այս օրվանից սկսած արդեն ես ամեն անգամ էլ ամեն ուխտագնացությանն էլ կմասնակցեմ։ Ավելի շատ իմացա Ամբերդի մասին, եկեղեցու մասին։ Ես չգիտեի նրա կառուցման տարեթիվը։ Ուխտագնացության նպատակն էր համախմբել հոգևոր գիտելիքներով զինված երիտասարդների, ովքեր ոչ միայն եկեղեցու անդաստանում պիտի շարունակեն լցվել հոգևոր քրիստոնեական գիտելիքներով, այլև դրանք ի նպաստ բերեն հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի կարիքների բավարարմանը։ Տպավորությունները շատ լավ են, նույնիսկ աղոթքի ժամանակ նկատեցի, որ երկար ժամանակ եկեղեցուն ոչ ոք չէր եղել, մեր աղոթքներից հետո եկեղեցին նոր շունչ ստացավ։ Առաջին անգամ եմ, բայց վերջինը չի, հուսով եմ հաջորդ անգամ արդեն ես ինձ հետ կբերեմ մարդիկ, թող գան, ծանոթանան պատմությանը, սա մեր եկեղեցին է եւ պետք է շուտ լինենք այստեղ, օգնենք ու սատարենք մեր հայ առաքելական եկեղեցուն։ Արմեն Սարգսակյանի խոսքով մարդիկ շատ են ձգտում դեպի աշխարհիկ վայելքներ, սակայն կան գաղափարներ, որոնք շատ քիչ են մատուցվում։ Սարգսակյանի խոսքով լինելով հոգևորականներ, իրենք ջանում են լինել այդ ամենի խթանողն ու գործադրողը, երիտասարդներին բերել դեպի եկեղեցի, ճշմարտության, խաղաղության եւ սիրո ճանապարհ։ Առօրյայիդ բուռն գործունեության մեջ աշխատում ես գոնե ժամանակ առ ժամանակ վերադառնալ քո պատմությանը, քո այն գնահատելի արժեքներին, որոնք անմասն չպիտի մնաս, եւ իրականում մեծ խորհուրդ կա, միշտ լեցուն է, լի է խորհուրդներով եւ մաքուր այդ հոգեվոր արժեքները փորձում ենք պահպանել։ Այս տարվա շրջանակներում կատարվեց վերջին 8-րդ ուխտագնացությունը։ Այս միջոցառումները հնարավորություն են տալիս ծանոթանալու Հայաստանում գտնվող բոլոր գործող կամ խոնարհված եկեղեցիներին, ստանալ հոգևոր խորհուրդներ, ավելի զորացնել հավատը։ Լաուրա Ավագյան, Հովհաննես Մկրտչյան, Բամբեր։